Պարոն Գասպարյան, դուք Սև Հովազ ջոկատի հրամանատարն եք, կխնդրեմ նախ ներկայացնեք անվանումը Սև Հովազ ինչ է նշանակում։ Նախ սկսենք նրանից, որ Սև Հովազ ջոկատը հիմնվել է 89 թվականին Լուսահոգի եղբորս և իր մեր զինակիցների կողմից, ուրեմն այսպես է բացատրությունը տրվել, համացանցում կա այդ մասին, նաև եղբայրս այդ մասին խոսում, որ Հովազը հանդիսանում է հայկական լեռների ամենաառագանշարժ գիշատիչ կենդանին, իսկ Սևը խորհրդանշում է անտեսանելիությունը։ Քանի որ մեր ջոկատը, Սև Հովազ ջոկատը Արցախյան ազատագրման շարժման ոչ մի անգամ պարտություն չի ունեցել, միշտ շարժվել ենք առաջ դեպի վերջնական հաղթանակը 94 թվականի հորադիսի ապրիլի 24-ին եղել է հորադիսի վերջի ճակատամարտը, այսպես ասեմ, ու մինչև այսօր Սև Հովազը կա, եղբորիցս հետո 20 թվականին ես եմ ստանձնել Սև Հովազ ջոկատի հրամանատարությունը, նաև ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը։ Պարոն Գասպարյան, նախ խոսենք ձեր դատավարության ընթացքից, քանի որ 3 դատարանը պետք է քններ և դուք պետք է գնայիք հանրային հեռուստաընկերություն և այնտեղ բանավեճի մասնակցեիք։ Ի վերջո, դատարանը ինչ որոշում կայացրեց։ Ճիշտն ասած, մենք շատ ուշ իմացանք, որ դեբատ կա, որ դեբատի պետք է մասնակցենք, մինչև մենք փաստաբանները ներկայացրեցին, ժամանակը չհերիքեց, եթե դա լիներ մի 2 օր առաջ կհասցնեինք, դրա համար ես չեմ մեղադրում դատարանին, ոչ էլ փաստաբաներին, ուշ էր մենք իմացանք այդ մասին։ Դուք հետևել եք հանրային հեռուստաընկերության բանավեճին, ինչ կարծիք կազմեցիք այդ բանավեճից։ Ճիշտն ասած, թող վատ չթվա, թող մեր հանրությունը վատ չընկալի այս խոսքը, արդեն երկրորդ այդպիսի բանավեճ եմ հետևում, ընդհանրապես խեղկատակություն, մեկը մեկի վրա ցեխ շպրտել, ոչ մի կոնկրետ այնտեղ պետք է լիներ խաղաղության, ավելի ճիշտ անվտանգության մասին եւ խաղաղության։ Ես այդ թեմայով ոչինչ չլսեցի, թե իշխանական թևից, թե մնացած թևերից չկար խեղկատակություն, ընդհանրապես։ Պարոն Գասպարյան, դուք ԴՕԿ կուսակցության ցուցակի 3-րդ համարն եք։ Այս ընտրությունները ինչ նշանակություն ունեն մեր հասարակության համար։ Ճիշտն ասած, ես միշտ ասել եմ այս մասին, որ այս ընտրությունները ճակատագրական են լինելու հայ ժողովրդի, հայրենիքի, ինչու՞ չէ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մենք ճիշտն ասած միշտ անգամ շեշտում ենք հայ ժողովուրդ, բայց մենք ունենք այստեղ եզդիներ, ասորիներ, ովքեր կողք կողքի ուսուսի տված մեր հետ պայքարել են հայրենիքի համար։ Սա ճակատագրական ընտրություն է, կունենանք հայրենիք, կունենանք արժանապատիվ ապրելու հնարավորություն, թե միշտ անգամներ նվաստացած, կռացած ու գլուխներս կախ լինելու ենք պարտվածի հոգեբանություն ապրող մարդիկ, ինչպես դա եղել է 100 տարի առաջ, երբ որ մեր նախնիները պարտված գաղթեցին, եկան ու միշտ մինչև այսօր, ճիշտ ասած, իրանց թոռները անգամ միշտ հայացքները ուղղված է Արևմտյան Հայաստան, սպասումով, հույսով, որ կգա մի օր երևի Աստված ողորմություն կանա ու մենք կվերադառնանք մեր բնօրրանը։ Պարոն Գասպարյան, երևի շատ լրագրողներ են այս հարցը ձեզ տվել, բայց կցանկանամ իմ հարցին պատասխանել։ Ինչու ընտրեցիք հենց ԴՕԿ կուսակցությունը։ Նախ սկսենք նրանից, որ ԴՕԿ կուսակցության ծրագրերը ինձ հոգեհարազատ են։ Երկրորդը, որ ԴՕԿ կուսակցության ցուցակում կան զինվորականներ, ովքեր իրենց ժամանակը կյանքը նվիրաբերել են հանուն հայրենիքի ծառայության։ Ես որպես պատերազմներ անցած, որպես խրամատում, այսպես ասեմ, քնած զինվորի հետ, զինվորականների հետ, նրանց հետ մրսել եմ, նրանց հետ
սոված եմ մնացել նրանց հետ պայքարել եմ հանուն հայրենիքի, դա ինձ հոգեհարազատ էր եւ նաեւ ինչու՞ չէ Վարդան Ղուկասյանը ինքը անձամբ եղել է զինվորական, դրա համար ես որոշում կայացրեցի, որ մասնակցել կուսակցության հետ։ Պարոն Գասպարյան, նայեք, հանրությանը երբ որ հարցնում ես Վարդան Ղուկասյանի մասին, շատերը ճիշտ է նրան հավանում են, բայց չեն հավանում նրա հայհոյելը, ասում են դուք զրպարտություն եք մտցրել։ Գիտեք, ես այդ հարցին մի անգամ պատասխանել եմ ես վերջերս, հայհոյանքը մտել է Հայաստան աշխարհ մարդկանց լեքսիկոն, այսպես ասած, 18 թվականից։ 18 թվականից հայհոյանքով, դագաղներով մարդիկ եկան, ճիշտ ասած, դագաղների այդ ցուցադրումը իրականացրեցին, քանի որ 18 թվականից մինչև այսօր մենք բազում զոհեր ենք ունեցել, կորցրել ենք հայրենիք, դա դագաղների ցուցադրումներ, իսկ հայհոյանքը որպես զենք օգտագործվեց Վարդան Ղուկասյանի կողմից։ Ես մի անգամ արդեղել ասել եմ, որ այդ մարդը գնացել էր, հաստեղ ինչ որ կատարվել էր իր հետ, իր գլխին սարքեր էին, դատապարտվել էր, գնացել էր, կարար իր կյանքով ապրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ շատերը գնացել են, չեն էլ հիշում, որ Հայաստան գոյություն ունի, բայց այս մարդը ոնց որ իր մեջ են վրեժ խնդրությունը հանուն հայրենիքի, ինքը սկսեց պայքարել ու հասկացավ, որ հայհոյանքը զենքա կարելի է օգտագործել ինչ-որ հարցերի լուծում տալու համար։ Ինչպես հիմա իշխանությունները ունեն զենք մարդկանց կալանավորելու, հարուստները ունեն զենք մարդկանց գնելու կամ վաճառելու, Վարդան Ղուկասյանն ուներ զենք հայհոյանքը, ուրիշ տարբերակ չուներ ինքը։ Պարոն Գասպարյան, այս վերջերս տեղի ունեցավ զորահանդես, որը տեղի չէր ունեցել այս 8 տարիների ընթացքում։ Եվ շատերի մոտ կարծիք առաջացավ, որ սա նախընտրական շեմին էլի ինչ-որ մի ձև մարդկանց գրավելու միջոց է եւ բացի այդ զինտեխնիկայի 10 օրվա պահելը ինչ նշանակություն ունի։ Շատերը ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստեղծել մարտի 1 իրավիճակը։ Գիտեք, քարոզարշավը որ սկսվել է, եկեք սկզբից խոսենք, այսինքն անվտանգության մասին։ Միթե այսպես չի անվտանգությունը մարդկանց քարոզչություն են տանում մեկը մեկի դեմ թշնամացնելով, սա արդեն երկրի անվտանգության նախապատում է։ Եվ այդ զինտեխնիկան ցուցադրելը, զորահանդես անելը, դա ընդամենը այն 8 միլիարդ պարտք վերցրած պետական պարտքի լվացումն էր, թե տեսեք, մենք այսքան զենք ենք գնել, բայց երբ որ նայում ես այդ զինտեխնիկայի անվատ դողերին, որը որ միայն ասֆալտի վրա կարող է քշվել։ Գիտեք, ես քան տարիներ շարունակ միշտ ասում եմ, ես աղոթում եմ Աստծուն, որ չտա Աստված, որ հանկարծ Հայաստանի Հանրապետությունում հայի վրա զենք վերցնի։ Բայց այսօր մենք նայում ենք, թե ինչ է կատարվում, այն ատելության քարոզչությունը, որ տղուն հոր դեմ են հանում, քրոջը քրոջ դեմ, աղջկան մոր դեմ, սա ատելության քարոզչությունն է, որը տանելու է բախման, իսկ ինչ է պետք թշնամուն։ Գիտեք, մի անգամ ես այս արհեստական բանականությանը հարց եմ տվել, եթե Հայաստանի Հանրապետության առաջնորդը կամ ասենք նախագահան կամ վարչապետը կամ թագավորը լավ թեկուզ լիներ թշնամի երկրից, ինչ կաներ Հայաստանում։ Ճիշտ պատասխանները ես կարամ դա հետո ցույց տամ ձեզ, ճիշտ պատասխանը տվեցվել է 8 տարվա մեջ ինչ է կատարվել Հայաստանում, այդպիսի պատասխաներ, բանակի քանդել, մարդկանց իրար դեմ հանել, թշնամություն մտցնել, նայեք, հիմա գնում է ատելության քարոզչություն, որ արդեն մարդիկ պատրաստ են իրար սպանելու։ Այն մեր մի պրոդյուսեր ունեինք Արմեն Գրիգորյան, որ ընդամենը մի երկու նախադասություն բան էր խոսած, այդ տարան այդ մարդուն դատարանում էլ մահացավ այդ մարդը, թող Աստված հոգին լուսավորի, բայց ինչա կատարվում հիմա, ինչի չեն ձերբակալվում, եթե կա օրենք այս երկրում, եթե իրոք օրենքը գործում է, ինչու չեն ձերբակալվում այն մարդիկ, ովքեր ասում են պիտի սպանենք, սատկացնենք, այս անենք, այն անենք, սա ատելության քարոզչություն է, ուղված արցախցիների դեմ, ուղված, գիտեք, ես վերջերս միտեղ հարցազրույցում ասացի, որ 100 տարի առաջ
երբ որ իմ պապերս գաղթել են բանից, այն ժամանակ այսպես էր, տեղացիները կոչվում էին եռլականեր, գաղթականներ, այն ժամանակ երբ որ գաղթեցին, նույն բանը կատարվում էր 100 տարի առաջ, եռլականները չէին ընդունում գաղթականներին, այսօր արցախցիք եկել են, այստեղ պետական մակարդակով արցախցիների դեմ ատելության քարոզչություն արվում, չէ որ հայ են, ինչ տարբեր, վաղը արվելու է Շիրակի մարզի դեմ, Սյունիքի մարզի դեմ, Արմավիրի, Արարատի, նույն բանը, երեկվա այդ շոուն, որ տեսա, այդ խեղկատակությունը, որ խոսվում էր խաղաղությունից, ես մի պահ տեղափոխվեցի 100 տարի առաջ, ինչ էր կատարվում միջև ցեղասպանությունը, նույն պատկերը հայտնվել էին մարդիկ, որոնք համոզում էին հայ ժողովրդին, որ այս թուրքերը լավն են, նրանց հետ կարելի է համակեցությամբ ապրել, նրանց հետ կարելի է առևտուր անել, նրանց հետ կարելի է բարեկամություն անել, նույն բանը կատարվում է, գիտեք, ոնց որ նույն խոսույթ է լինի, երբ որ համեմատում ես, երբ որ ուսումնասիրում ես պատմությունը եւ համեմատում ես, նույն խոսույթը կատարվում է հիմա, դա սարսափելի է, դա վախեցնող է, դա վտանգավոր է, որ այսօր եթե մարդիկ հավատալով գնան նորից վերարտադրեն այսօրվա իշխանությանը, շատ կարճ ժամանակ հետո Հայաստանում թուրքը մտնելու Հայաստան ու մորթի քնած մարդկանց, որտեղ նրանք դրանից բացի ուրիշ բան չեն կարողանում անել, որ քնած մարդկանց, անզեն մարդկանց սպանելու են։ Պարոն Գասպարյան, քանի որ դուք զինվորական մարդ եք եւ խոսեցիք Արցախից, դուք կուսակցությունը կարծես թե այն միակ կուսակցությունն է, որը Արցախի վերադարձը համարում է իրատեսական։ Դուք ինչպես եք պատկերացնում։ Գիտեք, մենք անցել ենք մի ճանապարհ եւ այդ ձևը գիտենք։ Մենք մի անգամ արդեն ունեցել ենք Արցախ, մեկ անգամ արդեն կարացել ենք Արցախը հետ բերել, նվիրել։ Ես միշտ Արցախին որպես երեխա եմ, մանուկ, այդ մանուկը երբ որ մենք ծնեցինք, հանձնեցինք մարդկանց, ովքեր պետքա գուրգուրեին, մեծացնեին, խնամեին, չափահաս դարձնեին, բայց այդ մարդիկ մանուկին կաթ տալու փոխարեն գողացան այդ կաթը եւ իրենք կերան։ Եվ սկուտեղի վրա հանձնեցին Արցախը թշնամ։ Մենք այդ ձևը գիտենք, ոնց կարանք հետ բերենք։ Մի անգամ արել ենք։ Ես սա չեմ խոսում, որ պիտի պատերազմ լինի։ Բոլոր իրավական աշխարհում ինչ կան իրավական կառույցներ կա, մենք պետքա փորձենք, չնայած որ այսօր ոչ մի միջազգային կառույց չի գործում, ուժն է ծնում իրավունք։ Այ մենք պիտի ունենանք բանակ, իրականից հզոր բանակ, որ ոչ թե պատերազմով կամ խնդրելով, այլ մի զանգով կարողանանք հարց լուծել։ Երբ որ դու ունում ես հզոր բանակ, քո ձայնը լսելի է, քեզ հարգում են ու քո հետ աշվի են նստում։ Դրա համար այսօր առաջի հերթին պիտի մենք մեր բանակը հզորացնենք, ոչ թե ոմանց համար ձայն մուրալու համար, ձայն խնդրելու համար մեկն ասում է բանակը պիտի լինի 1 տարի, մեկն ասում է պիտի լինի 6 ամիս, մյուսն էլ կարող ասի մեզ բանակ պետք չի։ Ինչպես եք պատկերացնում այդ հզորացումը։ Ինչպես մենք ունենք, ես ուրեմն աշխարհում մեկ պատտվել եմ։ Շատ տեղեր, մենք ունենք շատ պայծառ լուսավոր մարդիկ, հայ գիտնականներ, ես շատ զրույցներ եմ ունեցել, մենք կարող ենք այնպիսի արտադրություններ ունենանք, կարող ենք եւ կանենք, որ անգամ մեզ պետք չի պատերազմ։ Տեսեք, Իրանը ուներ չէ սեփական ամեն ինչ, գերհզոր տերություններ հարձակվան Իրանի դեմ եւ ինչ կատարվավ, ընդամենը Իրանը կարողացավ համարժեք հակահարված տար եւ այսօր թելադրում է իր շահը, այսպես ասեմ, թելադրողի դիրքերից է խոսում։ Մենք կարանք ունենանք դա, հզորացնել բանակը, զինվորը, սպան պետք է ունենա արժանապատիվ կյանք, ոչ թե հավաքենք ինչ-որ չգիտեմ տարբեր տեղերից 25 օրյա տանենք սահման դիրքեր կանգնեցնենք, հետ բերենք, այլ չէ, մենք պիտի ունենանք հզոր բանակ, արժանապատիվ սպա, արժանապատիվ զինվոր, որ ինչպես սովետական միության ժամանակ էր, մարդիկ ուրախությամբ, քեթ ուրախություն են անում, որ գնային ծառայության, դա պատիվ էր բանակ գնալը, պատիվ էր ծառայությունը, այդպես պիտի լինի հիմա։ Պարոն Գասպարյան, դուք խոսում եք, որ պատիվ էր, հա, այդ համազգեստ հակները,
Բայց այսօր կարծես թե այդ համազգեստը թուրքական համազգեստին է նման։ Ես ճիշտ ասած ուշադրություն դարձրել եմ դրան, ոչ թե միայն համազգեստը, այլ այն զինտեխնիկան, որ բերեցին հրապարակ, այսպես ասեմ, ժողովրդի մեջ ընդունված լեզվով, այն կամուֆլյաժը, որ կար դա մերը չի։ Հայաստանի Հանրապետությունը լեռնային է, Հայաստանի Հանրապետությունը կանաչ է, իսկ կարմրին խփող, ինչ-որ չգիտեմ ինչ կամուֆլյաժ սարքելը դա մերը չի, ավելի նման է դա թշնամական երկրի կամուֆլյաժին։ Դրա համար հիմնովին մենք կփոխենք դա, հիմնովին կփոխենք եւ իրոք ես նորից եմ ասում, ով գիտի զինվորի գինը, եթե ոչ նա, ով քնել է զինվորի հետ, ով գիտի զինվորի գինը, եթե ոչ նա, ով մրսել է ձյանտակ զինվորի հետ, ով գիտի զինվորի գինը, եթե ոչ նա, որ նայել է զինվորի աչքերի մեջ սոված ժամանակ մի կտոր հացակից է նրա հետ։ Այսօր գիտեք, բերում են բոլոր ոլորտներում, ոչ միայն բանակում, բոլոր ոլորտներում, ոնց որ միտումնավոր ոչ կոմպետենտ մարդկանց են դնում աշխատանքի, որ այդ ինստիտուտները քանդեն։ Պարոն Գասպարյան, նաև այսօր շատ քննարկվող թեմա է ԵԱՏՄ թե ԵՄ։ Կարծես թե այս գործող իշխանությունը փորձում է Ռուսաստանին էլ իրեն թշնամի հանել։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա։ Ես այդ մասին խոսել եմ արդեն, նորից կասեմ, որ նախ մենք մեր հետ պիտի բարեկամություն անենք։ Մի քիչ առաջ խոսեցինք ատելության քարոզչության մասին, հարևանը հարևանի հետ թշնամի է։ Եթե մենք մեր հետ չենք կարողանում բարեկամ անենք, ինչ ԵՏՄ կամ ԵՄ, այդ ԵՄ-ին էլ ենք մենք լավ ճանաչում, ԵՏՄ-ին էլ ենք լավ ճանաչում։ Այսօր պիտի նայենք տարածաշրջանում ում շահերն է համընկնում Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Մենք պիտի փնտրենք այն տերություններին, այսինքն այն պետություններին, ում հետ համընկնում է Հայաստանի շահ։ Այսօր առաջնահերթ դա Իրանն է։ Այսօր առաջնահերթ է դա։ Հասկանում եք, փոքր պետությունները միանշանակ պետք է գերտերությունների հետ ունենան բարեկամական կապեր։ Այսինքն, եթե քո շահը համընկնում է, մենք փոքր պետություն ենք, մենք պիտի ունենանք մեր չափի շահ։ Ոչ թե գերտերությունից մենք ավելի մեծ շահեր ուզենանք վերցնենք։ Նա իր շահը ունի, որտեղ նա գերտերություն է։ Իսկ մենք որպես փոքր մենք պիտի ունենանք մեր շահը։ Ոչ թե զիջես քո պետականությունը, քո անկախությունը, քո ինքնիշխանությունը, այլ դու պետք է ունենաս անպայման քո շահը։ Իսկ դա մենք կարող ենք անել, հաստատ համոզված եղեք, որ դա կարող ենք անել, որովհետև մենք պատկերացնում ենք, ես ասում եմ, շատ տեղեր եմ շրջել, այսօր գումարն է խոսում։ Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում, ես գերմանացիքի հետ շատ եմ շփվել, գերմանացիք անգամ իրենք էին ասում, որ ձեր թշնամի պետության նախագահան X գումարով Y պատգամավորներ է գնել Գերմանիայում, ընդդեմ Հայաստանի, Ադրբեջանի օգտին օրենքներ մշակել եւ քվեարկել։ Ընդամենը գումարն է խոսում այդտեղ։ Իսկ ինչու չենք կարող մենք դա անենք։ Որտեղ երևի փող չունենք։ Որտեղ ոչ թե փող չունենք, այլ տոտալ թալան է գնում։ Ես միշտ ասել եմ, միշտ եմ կրկնել այս խոսքերը։ Բոլոր ժամանակներում թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները հարստացան, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, ուսուցիչը, բժիշկը, հավաքարարը, բոլորը զինվորականները մնացին աղքատ։ Իշխանությունները հարստանում են։ Այսինքն, գիտեք ինչ, այնպիսի տպավորություն է, որ խոպան են գալիս մարդիկ, պաշտոնի են գալիս խոպան, այ երբ որ մարդիկ գնում են մարդկանց ձայները գումարով, նրանք խոպան են գալիս, որպեսի վերադարձնեն, այսօր ոչ ոք հենց ոչ մեկի գումար չի տա, եթե նա գումար է տալիս քեզ գնելու, դու էլ չես կարողանա վաղը բողոքես ասես, դու խոստանում ես սա անես, ինչու չես անում, նա քեզ գնել է արդեն։ Դու չես գնացել նրա ծրագիրը ընտրել, նա քեզ գնել է։ Եվ նա կարա վաղը քեզ ասի, ես դուռը քո համար փակ է, ես քեզ գնել եմ, դու ծառայություն ես մատուցել ինձ գումարով։ Այս այա խնդիրը, որ դա
չի վերաբերվում մենակ այն հարուստների, այս որ ցույց են տալիս իբր ինտրակաշարքներ, նաև իշխանության մասին է խոսքը, որ նրանք էլ աշխատավարձով ու պարգևավճարով են մարդկանց գնում, ասում են վայ, մի այսքան ինձ պարգևավճարա տվեք, գնամ իրան ընտրեմ, նա քեզ գնում է եւ դու իրավունք չունես իրանից ոչինչ պահանջես։ Թրիփի մասին ինչ կասեք։ Թրիփ Ինչպես Վարդան Ղուկասյանն ասում, նույն մտքին ես եմ։ Եթե Ադրբեջանը նույնատիպ ճանապարհ կտանես դեպի Ռուսաստան, մենք էլ կտանք իրանց։ Եթե չկա այդտեղ մեր շահը, դա չի լինելու։ Ինչ Միջանցքի մասին է խոսքը։ Եթե Միջանցք, նույնը մենք ենք ուզում։ Եթե խաղաղություն է, եթե մենք պետք է կատարենք իրանց պահանջները եւ մենք չունենանք ոչ մի պահանջ, ինչ պահանջ ենք ներկայացրել մենք։ Ալիևը միշտ պահանջներ է ներկայացնում։ Ինչ պահանջ է ներկայացրել մեր իշխանությունը միջև այսօր։ Ինչ, խնդրում ենք մեր վրա մի կրակեք, դա է պահանջը, մենք ձեզ տալիս ենք ամեն ինչ, դուք մեր վրա մի կրակեք։ Ու մի հատ էլ խոսույթ են տարածել, ում երեխայի արյան հաշվին եք ուզում անեք։ Ոչ ձեր, դուք չեք եղել, չկաք ու չեք էլ լինելու։ Մենք ենք եղել, իմ երեխաներն է եղել, եղբայրս իրա որդու հետ է զոհվել, ես ընդեղ եմ ելել, իմ տղաս վիրավոր վնասվածքով ոտը կոտրված հադրութից հետ է եկել։ Մենք ենք եղել, իրանք չեն եղել, ու դա խոսում են այն մարդիկ, ովքեր փախած են եղել, ում երեխայի արյան հաշվի։ Պարոն Գասպարյան, ասեցիք փախած, ինքս տեքյան հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին է մեղադրում անվանելով փախած, եւ այս վերջերս նոր, այսպես ասած, լոզունգ ունի, հա, ասում է ինչի չեք զոհվել։ Զոհվել ենք։ Զոհվել ենք։ Դենքն ի նկատի ունի 120,000, ովքեր որ Արցախից եկել են, էլի, երևի ուզում էր Իսկ ինչ արեցին իրանք, որ այդ մարդիկ զոհվեն կամ չզոհվեն։ Ինչ արեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն էր Արցախի։ Խախտին Սահմանադրությունը, գերագույն օրենքը, ոտնահարեցին Սահմանադրությունով ապատասխան տալու դրա համար։ 44 օրյայի համարով է պատասխան տվել։ Պատասխան ոչ ոք չի տվել։ Գիտեք, ես ասել եմ ու ասում եմ, երբ որ մենք կգանք իշխանության, կբացվեն բոլոր գրքերը, կթերթվեն բոլոր թերթերը, ու այն մարդիկ, ովքեր պատերազմ են բերել, այն մարդիկ, ովքեր դավաճանել են, այն մարդիկ, ովքեր մեղավոր են, նրանք պիտի օրենքի ամբողջ հստությամբ պատասխան տան։ Պիտի պատասխան տան, որտեղ բոլորը գիտեն ովքեր են, թաքցրել են, քննիչ հանձնաժողովը քննեց մի քանի տարի ու հանկարծ որոշեց, որ դա գաղտնիք է, պիտի չհրատարակի։ Այսինքն մենք ինչ պիտի անենք։ Ես ոնց պիտի իմանամ, ով էր ցույց տվեց եղբորս ու եղբորս որդու տեղը որտեղ են նրանք, որպեսզի թուրքը խփի ու 20 րոպե հետո ամբողջ թուրքական լրատվամիջոցները տոնեն, որ սև օվազին խփեցինք եւ վրեժ լուծեցինք։ Ով պիտի պատասխան տա դրա համար։ Կգա ժամանակը, նորից եմ ասում, գրքերը կթերթվեն ու ամեն ինչ պարզ կլինի։ Ով արեց, ոնց եղավ, ինչի եղավ, ով դավաճանեց։ Եվ վերջում ամփոփելով ձեր խոսքը, ինչ կասեք այն մարդկանց, ովքեր որ չեն ուզում գնան ընտրության։ Կոչ ես բոլոր նրանց, ովքեր գնում են ընտրության, բոլոր նրանց, ովքեր չեն ուզում գնալ ընտրության, կոչ եմ անում, որ սա ընտրությունը վաղվա օրվա համար, սա ընտրությունը ձեր սերունդների, դուք պիտի ընտրեք այսօր, ձեր սերունդները դառնալու են թմրամոլներ, ձեր սերունդները դառնալու են համասեռամոլներ, ինչ այսօր կատարվում, ողողված է 300-ից 400 անգամ թմրամոլություն ու թմրանյութի տարածումը շատացել է Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից մինչև այսօր։ Դրա համար բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ մտածում են իրենց երեխաների համար, պիտի գնան ընտրատեղամասեր։ Դա ընտրատեղամաս չկնի, դուք կարող եք որոշել, դուք կարող եք փոխել ճակատագիրը, դուք կարող եք շուռ տալ անիվը Հայաստանի Հանրապետության, որպեսզի ավելի հզորանա, թե տնտեսապես, թե ռազմականապես, թե բանակ ունենաք հզոր,
որ անվտանգությունն է եւ երաշխավորն է մեր պետության։ Գնացեք ընտրատեղամաստ եւ ընտրեք համար 15, որ մենք մեր տեսակը մենք կյանք ենք դրել հայրենիքի համար, մենք կյանք ենք դրել ձեր համար, մայրերի, քույրերի, ինչպես եղբայրերս էր ասում, նամուս թասիբի եւ ասում եմ, որ սա Աստծո տունն է եւ մենք իրավունք չունենք այս տանը տեր չկանգնել։ Սա իմ եղբորս խոսքերն է, ես միշտ կրկնում եմ, այնպես որ սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, անպայման մասնակցեք ընտրությունների եւ ձեր ձայնը տվեք համար 15-ին, որպեսզի կարողանանք մենք բարձրացնենք այն անդունդից վեր հանենք Հայաստանի Հանրապետությունը։ Մի վաճառեք ձեր վաղվա օրը, մի խափնվեք կեղծ խաղաղությանը։ Մնաք խաղաղությամբ Աստված ձեր հետ։ Պարոն Գասպարյան, ասեցի ամփոփիչ, բայց հարց առաջացավ։ Եթե կեղծեն ընտրությունները, այդ պարագայում ինչ կլինի, որովհետև շատերը ասում են, ես չեմ գնա ընտրության, որովհետև դե միևնույն է, գործող իշխանությունը կեղծելու է։ Գիտեք, եթե չգնան ընտրության, կկեղծվի։ Հիմա ես համացանցի հետևում եմ, մարդիկ կան, որ քարոզում են, որ մի գնացեք ընտրության։ Դա այս իշխանության ջրաղացին ջուր լցել է, որովհետև պետական ռեսուրսները կան, այս մարդիկ ունեն իրանց ստաբիլ ձայնը, եթե ընտրության չգնացին, տոկոսը քիչ է լինելու, իրանց տոկոսը բարձրանալու է։ Դրա համար պետք է մարդը գնա ընտրության, եթե գնաց ընտրության, հնարավոր չի կեղծել, այլ ընտրության չգնալով են կեղծում։ Իրանք նպաստում են այդ մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ծնվել, մեծացել, ուսում են առել, ամուսնացել են, երեխաներ են ունեցել։ Սա ձեր ծնողն է, այս Հայաստանը, հայրենիքը ձեր ծնողն է, նա ծնելու դաստիարակել է ձեզ։ Խնամեք իրան, ձեր ընտրություն չգնալով կեղծելու են, ձեր ձայնը գողանալու են, իսկ վաղը դուք իրավունք չեք ունենալու բողոքել, թե ինչի սա այսպես չի, ինչի սա այսպես չի, որտեղ դու չգնացիր, դու նպաստեցիր կեղծիքին ու խարդախությանը։